Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծառայությանը տրամադրված հրշեջ փրկարարական նոր տեխնիկային։ Նախարարին է ներկայացվել նաև հրշեջ փրկարարական գույք սարքավորումների, հատուկ տեխնիկայի եւ տեխնիկական միջոցների ամբողջական համալիրը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կարիքների համար ձեռք են բերվել հրշեջ փրկարարական 8 եւ կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներ, որոնք տրամադրվեն փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին։ Նախարարն ընդգծել է, որ տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը եւ ծառայողների պատրաստվածությունը կարևոր պայման են քաղաքացիների կյանքի եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման համար եւ նշել, որ փրկարար ծառայության նյութատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքները շարունակական են լինելու։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի երկու բնակիչ տարբեր վարչական շրջաններում եւ մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում էին ներկայացրել նաեւ Կոտայքի մարզի բնակիչներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում տված Չարենցավանի բնակիչը հայտնել էր, որ 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր։ Համակարգացի մի տղամարդ էլ զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր եւ 136,000 դրամ։ Երևանի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացնելով Կոտայքի մարզի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունները կատարել են 40 եւ 49-ամյա երևանցիները։ Դեկտեմբերի 24-ին տղամարդիկ Չարենցավան-Երևան ճանապարհին հայտնաբերվել, ձերբակալվել եւ Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա զարդեր եւ բանալիներ։ 40 եւ 49-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2121 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ 223 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 147, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համանիշի հետ կապված 47, ճամրակապված վարելու 124, առանց մանկական նստատեղի քարսիթի 10, վարելու ընթացքում ծխելու 203, վարելիս հեռախոսից օգտվելու 121, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 25 եւ 757 այլ իրավախախտում, 63 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 112-ը տեխնիկական զննություն չանցած, 36-ը լուսարձակների անսարքությամբ, 41-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 200-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 33 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6364 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 173 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստաբ 270 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 284, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 7 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 70, ճամրակապված վարելու 922, առանց մանկական նստատեղի քարսիթի 99, վարելու ընթացքում ծխելու 173, վարելիս հեռախոսից օգտվելու 204, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 11, արագության գերազանցման 454 եւ 2398 այլ իրավախախտում, 251 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 547-ը տեխնիկական զննություն չանցած, 453-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 7 բեռնատար, 76-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 700-ը առանց ձմեռային անվադողերի, 26 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 22 անձ։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։
Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։